բան եմ պատմելու վատանաս։ Սունկ ես եմ հանգիստ դասավորում, դուրը բացեցի, դուրս եկա Ջոգեն Պակյան, սունկ եմ, ուսին կայնացա դեմս դրան։ Սպասում էր։ Որ աշկերից սենց է, որ կայծերա, որ սենց դրնում է։ Ալիներ շարունակ սպասել եմ, երբ եմ Հայաստանի չեմպիոն դառնալու, որ ինձ հավաքականի ֆորմա տան։ XL ֆորմա են տվել, ես է 46-48 կիլո։ Բան ես էլի, էսպրեսո մակիատո։ Տալել եմ պարտնոյի մոտ։ 3 հատ կարակ առանձնացնել։ Ոչ մի հատ լրատվական Հայաստանում չի խոսում դրա մասին, ինչի։ Հայաստանի չեմպիոն դառա ու զգացի, որ սենց փոխվավ կյանքս։ Էլիտան է բոքսի Հայաստանի, չէ՞, բայց 80%-ը 90 ձեռնոց չունեցե, բինտ չունեցե։ Մենակ ուզում էինք Հայաստանի չեմպիոն դառնայինք առաջինը, որ թազա սպարտիվկա տային։ Ապրես։ Հայաստան Արմենիա գրած հետևը թազա սպարտիվկա տային, որ մի տարի ակնեինք անդադար։ Բարև ձեզ, կրկին մենք ենք ձեր հետ 12 Rounds podcast-ը, ձեր հետ է Նարեկ Աբգարյան, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ և ես Գորը Երիցյան, մինչև հաղորդումը սկսելը խնդրում եմ հետևեք մեր ալիքին, subscribe արեք, զանգակի կոճակը դրեք, հետևեք մեզ, որ մենք էլ կարողանանք լավ թեմաներից խոսանք ձեր հետ միասին։ Համե կոմենտներ գրեք։ Կոմենտներ ընդհանուր ամեն ինչը գիտեք արդեն։ Ամեն ինչ արեք։ Սպասում ենք։ Այսօր գիտես ինչ էի մտածում, առավոտ պարապմունք էի, որ ասում եմ այսօր գալու ենք, այսօր դե գիտեի, որ հաղորդումը պետքա նկարվեր։ Ասում էի յուրահատուկ ինչ-որ մի բանից խոսանք այսօր, ու գիտես ինչ մտքիս եկա, որ դու է խոսացիր, ճիշտ է քո ասելուց հետո էդի քո միտքն էլ էր յուրահատուկ իրականում, որ հեսա դու կներկայացնես, բայց նաև ուզում էի գիտես ինչ մտածեի, որ մեր այս բռնցքամարտով օրինակ չգիտեմ, մարդ որ որոշում է զբաղվի, չէ՞, իր կյանքն է պատկերացնում բռնցքամարտով, օրինակ այդ պահին ամեն մարդ հաստատ մի բան է, չէ՞ մտածում, օրինակ որ գալիս է այդ, ասենք 8 տարեկանից գնաց բոքսի 12-ում կամ 14-ում մի հատ պահ եկա, որ ինքը հասկացա, որ դա իր կյանքն է, ինչ-որ sense բան է գալիս, չէ՞ մեջը, որ sense միտք է կամ ցանկություն է կամ մի հատ sense պատկերացում է, ինչ-որ պատկերացումներ է, ինչի է սպասում ինքը այդ որոշմանը գալով, էլի։ Այդ դրա մասն եմ ուզում խոսանք, որ ամեն մարդ ոնց է կարծում, ինչ կարա մտածի ու քո մոտ ոնց է եղել դա։ Ինչ ես մտածել օրինակ, որ եկել այդ պահը, որ քեզի կարևոր մեկն է զգացել, որ դու կարաս այդ սպորտի մեջ ինչ-որ արդյունքներ անես ու չգիտեմ, հայտնի մարդ դառնաս այդ քո գործի մեջ։ Ինձ թվում է դա շատերի մոտ առաջացել է այն Հայաստանի առաջնությունը հաղթելուց կամ փոքրերի մեջ Եվրոպայից կամ աշխարհից մեդալ անելուց հետո դա սաղ այդ սպորտսմենների մոտ է առաջացել, որ դառնաս ինչ-որ պրոֆեսիոնալ, ես ուզեցել եմ միշտ պրոֆեսիոնալ աշխարհի չեմպիոն լինեմ, օլիմպիական խաղեր մասնակցեմ, դա իմ փոքր ժամանակվա առաջի երազանքը եղել է օլիմպիադան։ Դա իմ համար որ top level-ը եղել։ Ես այդ եմ տեսել, ես այսօրվա երեխեքի նման, ասենք, չեմ բանարել էլի մտածել, վայ սրա վրա հարստանամ, ոնց որ դա իմ համար սենց անհասանելի բան է եղել։ Լուրջ եմ ասում։ Ես էդի փոքր ժամանակվանից միշտ այդ կինոները, բոքսի մասին ֆանատն եմ եղել ես այդ կինոների։ Այդ կինոների վրա մեծացած մարդ հապեր, ոնց որ ամեն ինչին այդ աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն, այդ ամեն ինչին մենք նայում էինք, իմ հասակակիցներս էլ ովքեր որ պարապում էին, բոլորս այդ նույն երազանքները ունեինք, ինչ որ հիմա ասում եմ։ Հիմի մի քիչ ուրիշ է։ Հիմի չգիտեմ։ Օրինակ իմ համար գիտես ինչն է եղել, որ որոշել եմ տենց հենց որ բոքսն է ու վсё, էլի։ Իմ համար եղել է ավելի շատ սենց այդ ֆինանսական վիճակով, որ կայուն լինեմ ու չգիտեմ, կարողանամ ինչ-որ օգնեմ ընտանիքիս կամ ինչ-որ մարդկանց, ընկերներիս, աղբորս կամ այս մեկին, այն մեկին, իմ մոտ առաջինը էդ է եղել, որովհետև որ առաջ անգամ Հայաստանի չեմպիոն դառա, 2 տարի է պարապում էի բոքս,
եկել էի կարատեի դրանից առաջ պարապում, եկել եմ բոքսի, մի տարի ու կես 2 տարի հետո Հայաստանի առաջնություն եմ կրվել, առաջի մրցումս էր կյանքից, вообще չէի հասկանում ինչա կատարվում։ Որ գիտեի կարատեի նման, հա, մրցում է, բրծավ գնացի տուն, всё, գնում ենք մյուս օրը պարապմունքի, տենց էլի։ Բայց չէ, արա, կրեցի այդ բոյը, Հայաստանի չեմպիոն դառա ու զգացի, որ sense փոխվավ կյանքս, ինչ որ մի աստիճանի, էլի, արդեն ինչ որ կարևոր էի ջիմում, մեր Երևանում, ասենք, մարդիկ ուշադրություն էին դարձնում, ավելի մեծ էր ամեն ինչը, sense տեղ էին տալիս, հասկանում էին, որ կարևոր մեկն եմ դառել, էլի։ Ու դրանից հետո արդեն Եվրոպայի առաջնություն, հետո ինչ որ ամսական փողեր, Հայաստանի չեմպիոն որ դառա, այլ վարձ ինձանից չէին վերցնում ջիմում, հասկանում ես, արդեն sense այդ մանրունքներ էր, 3-4 հազար դրամ էր կամ 5 հազար, բայց այդ պահին էդի փող էր մեր համար, կոնկրետ փող էր էդի ու այդ դրա տալու դժվարությունը ես զգում էի, հասկացար։ Ու ասենք այդ պահին հետո որ եկավ այդ փողը եկավ, ես հասկացա որ չէ, ես այս ամեն ինչը անելով կարամ, չգիտեմ, ստեղծեմ իմ կյանքը, կարիերան, իմ ֆինանսական կայունությունը, օգնեմ ընտանիքիս ու հավատա տենց է եղավնար։ Լուրջ եմ ասում, տենց պատկերավոր պատկերացում ինչ ունեցել եմ ու ոնց հիմա է եղել, ապեր sense մազի տարբերություն չկա, հասկացար, այդ տենց պատկերավոր եղել է, սա ոնց ուզեցել եմ, ոնց արել եմ։ Ես միայն ուրախ եմ դրա համար։ Էդի բոլորի մոտ այդ ժամանակները գոր հիմա ով որ մեզ հետևում է, հաստատ վստահ կարամ ասեմ, որ այդ ժամանակ ապեր 10-ից 9 այդ դժվար ճանապարհն են անցել, ինչ որ դու հիմա ասում ես, դու չես մանրամասնում։ Դե հա դե։ Շատ դժվար է եղել, ասում եմ 10-ից 9 բաքսորկա չի ունեցել, 10-ից 9 ձեռնոց չի ունեցել, բինդ չի ունեցել, շորտիկ եւ այլն։ 10-ից 9 տենց են ապրել, ապա ես 7 տարի սունկ են ուսս Բանգլադեշից ոտով իջել եմ Արգավանդ, որ նստեմ մի հատ մարշրուտկա ինձ 200 դրամ փող էին տալիս, երթվում եմ 200 դրամ Ունդեից Արգավանդից պետք է հելնեի ինտերնատից իջնեի Արգավանդ։ Հիմա $10,000 տան կյանքում չես անի այդ նույն բանը։ Հա չէ ուզում եմ հիմա արդեն փոխվել է գները։ Հիմա ձրի է իրանում։ Հիմա գները փոխվել է։ Հիմա ձրի է իրանում համը երկում է իր այդ ընթացքում գայլելուց։ Հիմա ուզում եմ ասեմ այդ դժվարությունները իմ մոտ ուրիշ դժվարություն է եղել, քո մոտ ուրիշ դժվարություն է եղել, բայց բոլորը ասում եմ խոսքի մեր հավաքականը մի հատ հիշի։ Մեր Հայաստանի հավաքականը, էդի արդեն էլիտան է բոքսի Հայաստանի, չէ՞, բայց հավաքականում է 80%-ը 90%-ը չունեին։ Չէ, չէ 70 Իշկա Դաշը 95 Կարար մի հոգի իլներ, չէ՞, որ մեջները մի քիչ տեց։ Չէ, լավ, անուններ չտանք։ Բայց այդ էր վիճակը։ Այն որ մի հատ ձեռնոցով սախ այն թեթև քաշերը միջև խոսքի 48-ից միջև 66-ը կպնում էին, 66-ից է 2 զույգ էր, չէ, արդեն հավաքականում էր։ Չէին կարա։ Հա, ասենք սենց ենք ապրել, սենց ենք պայքարել, այս ամեն ինչը մեր գլխով անցել է, դրա համար մեր նպատակները ուրիշ է եղել, ուզեցել ենք ընտանիքի վիճակը բարելավենք, ինչ որ մի ձև ազդենք, որտեվ տեսել ենք, որ մեր ծնողներն չեն հասցնում այդ ամեն ինչը մեր համար անեն, մենք էլ ուզեցել ենք ինչ որ մի ձևով կարանանք, ինչ որ մի ձևով օգնենք մեր ծնողներին։ Դա մեր համար մեկ մոտիվացիան է։ Հա, մնացածը երազանքներ են եղել, բայց դա առաջի մոտիվացիան է։ Ու այդ մենակ իմ պահով չեմ ասում, քո պահով չէ, ասում եմ 10-ից 9 տենց են եղել, տենց են ապրել։ Ու հիմնականում սաղի մոտիվացիան է ջոգում ես առաջի պլանում եղել է այդ, էլի։ Հա, դե դա վիճակը դա թելա։ Ջոգելա ստացվում է մի բան մոտը, ասելա всё, հեսա կյանքս, իսենց ես ապրեմ, բանակից հարց լուծեմ, չգիտեմ, ինստիտուտ լուծեմ, ենկոմ, ամսեկան, в общем, գործա դարել մարդկանց համար։ Հա, ամեն մեկը երևի
իր հասանելին ստացել է, էլի այս կյանքում։ Շատ դա կարևոր բան է։ Այնքան ժամանակ չես կարա դու ինչ-որ մի հատ կարևոր բան անես, մինչև դու դրան մտքով չգաս, էլի։ Այսինքն էդի քո մտքով չգա չպատկերացնես այդ իրավիճակը։ Ես ասում եմ, ելի եմ կրկնում, այդ ինչ որ պատկերացրել եմ, Նարեկ, նույն բանն եմ պատկերացրել, ոնց որ հիմա կա։ Հասկացար։ Նույն բանը ապեր։ Մի քիչ ավելի կարողա, չգիտեմ։ Ես մարշրուտնի էի նստում իջնեի պարապունքի, ասենք որ Աստված մեծ էր լինում, բախտս բերում էր տեղեր լինում այնե պատուանի կողմը, նաուշնիկները ականջիս բան, գիր իջնում էի պարապունքի, երգ լսելով, այն որ սաղիրիկուն երգ եմ մանեկե, որ մյուս օրը լսեմ ճամփեքին, էլի այդ 80 հատ մարշրուտնի էի փոխում, որ 3 ռես պարապ էի օրվա մեջ։ Այդ ճանապարհին, ասենք ընկեր, պատկերացնում էի ոնց եմ ես իմ 5 C կլաս Mercedes-ով այդում պարապունքի բան ջոգիր գնում էի պարապունքի գալիս էի ոնց եմ գնում խանութ ռեստորան կամ բան այսպես բաներ էի պատկերացնում բան կա չէ այտենց էդի հետո կխոսանք դրա մասին որ մարդ երբ որ ինքը իրան բան է ինչ որ մատ նպատակ է դնում ոնց որ ինքը իր ենթագիտակցությունը սկսում է աշխատել դրա վրա ինքը դրա վրա է էթում արդեն դու վсё դրա վրա է աշխատում առավոտից իրիկուն ուղեղը դրա վրա է որ դու մի օր չգիտեմ դի ավտով գնաս պարապունքի գաս ոչ թե կանգնած ասենք մարշրուտնի մեջ էլի Էդի չի կարա պրոստը տակ եթե դու դրա վրա աշխատում ես այդ ուղղությամբ տրամադրում ես քեզ դրան որ այդ լուծես այդ խնդիրը բացառվում է չլուծես Հա եթե մի բանի մասին շատ ես մտածում շատ ես նպատակային sense մոտենում այդ ամեն ինչին էդի մտնում է ենթագիտակցություն արդեն դու չես մտածում վաղ տալում չես էլ մտածում դրա մասին բայց քո ենթագիտակցությունը աշխատում է քո փոխարեն դրա համար էդի սպորտսմենների մոտ էլ շատ են ասում որ պետք է ոնց որ դու քեզի տրամադրես պատկերացնես որ դու ես ինչ տղեն ես վсё Էդա հայկական մեր տանջված սպորտսմենները Հայաստանի բոքսերները սացի հիշում ես մեր Հայաստանի առաջնությունները ոչ չեմ հիշում իմիջիայլոց տեսա այս վերջերս մի հատ ստատիստիկա կար Հայաստանի մեծահասակների առաջնությանը մասնակցող բռնցքամարտիկների քանակը ու գոր շատ տոտալ տարբերություն է տալի իմ ժամանակվա Հայաստանի առաջնության այդ բռնցքամարտիկների մասնակիցների հետ մարդկանց մասին է խոսքը մարդիկ ինչքանով են ուզում զբաղվեն բռնցքամարտով կամ քիչ են զբաղվում կամ քիչ մեկը հենց այդ է պատճառը ինձ թվում է արի խոսանք նրա մասին թե խիա ընդհանրապես այդ Հայաստանի մեծահասակների Հայաստանի առաջնությունից պակասել մարդկանց քանակը հետո մնացածը կխոսանք ինչն է պատճառը ընդհանրապես ինչ կարելի է անել կարծում եմ առաջի պատճառներից մեկը այն է որ հիմա ապրելը ավելի հեշտ է քան առաջ այսինքն դու կարաս հիմա փող աշխատես ավելի հեշտ։ Իսկ չես կարծում մի քիչ մոտիվացիան է ուրիշ։ Էդ էլ կա, ինչի համար եմ ասում, դա իմ ասածը պատճառներից մեկն է։ Կարա լինի 10-րդը, կարա լինի 2-րդը։ Ես համաձայն եմ։ Հիմա եթե այն ժամանակ դու, չգիտեմ, տենում էիր մի բան, որ կարա իր դրանով փող աշխատեիր, հիմա տենում են 10 բան, որ կարան աշխատեն ու ընտրություն ունեն, այսինքն էլի, այս ինչքան է սիրեն սպորտը կամ բոքսը, կա նաև երկրորդ, երրորդ ոնց որ տարբերակ, հա, ոչ հաջող բայց կա տարբերակ էլի կարա չգիտեմ էդի լինի տաքսի քշել կարա լինի առաքում անել կարա լինի չգիտեմ սրճարանում բայց մարդ պետք է հասկանա չէ էլիտնի դե կարգավիճակ սպորտսմենը լինելը ու տաքսի քշելը դա մի բան չի տաքսի քշողներին բոլորս է հարգում ենք աշխատանք է բայց հա ասենք տոփ բոքսեր լինես հավաքականի անդամ լինես ու Էթաս ուրիշ բան անես, ես մի քիչ այլ եմ տենում, ընդհանրապես հիմիկվա, եթե նայես հիմիկվա Հայաստանի մասնակիցներին մեծահասակների 20 մինչև 25 տարեկանն են հիմնականում։ Հիմա հա, հիմա։ Այսինքն իրանք այն փոքր ժամանակվանից պետք է բոքսերները, էլի, բոքսով պարապողները ինչ որ մի հատ մոտիվացիա ունենան։ Ինչ-որ մոտիվացիա, մի հատ երազանք պետք է լինի, իրանց առաջ բրթող ինչ-որ մի հատ բան, նպատակ պետք է լինի։ Հա, կամ էդի ոնց որ
ես խնդրի լուծում եմ առաջարկում, որ կառախոսքի օրինակի համար դրան նպաստելու համար, որ շատանան բոքսերները вообще Հայաստանում կարելի է դի պետական ձևով, տենց պետական մակարդակով մոտենալ դրան, սկսել օրինակ միջոցառումներ անցկացնել քաղաքներում, մարզերում, պետության հաշվին, մենք գիտենք, որ միշտ էլ այդ ամեն ինչը կազմակերպվում է, այդ մրցումները միշտ լնում է, բայց ինչ-որ պետական միջնորդություն է պետք է տե, կամ դպրոցներում անվճար ինչ-որ դասեր անցկացվի բռնցքամարտի։ Էսի ես ասում եմ որպես խնդրի լուծում, թե որտե է խնդիրը, այդ խնդրի, հա, այդ խնդիրները շատ են, ապեր օրինակ մեր հավաքականում, օրինակ ես հիշում եմ, մեր հավաքականում մարդիկ կային, որ վերջացրեցին կարիերան, զուտ նրա համար, որ արդեն ընտանիք ունեին, երեխա ունեին, բայց իրանք ստանում էին 80,000 դրամ։ Հիմա կարծում եմ տենց չի, ինչքան ես կացված եմ, ես գիտեմ, որ լավ վճարվում են տղեկը, լավ փող են աշխատում, Փառք Աստծո, հիմա իմ կարծիքով առաջվա մեր խնդիրները իրանք չունեն։ Ապեր հիմիկվա ֆեդերացիան հաստատ ավելի լավ է աշխատում, բան չեմ ասում, այդ առումով բան չեմ ասում, բայց ֆեդերացիան չի կարող հասցնի, Գորջան, ֆեդերացիան չի կարող հասցնի համատարած միջև երրորդ համար յունշից մեծահասակ բոլորին ապահովի, որ այդ մարդիկ դուրս չգան։ Դուրս գալով արդեն կոնկուրենցիան է կչանում։ Կորում է։ Բացի նրանից, որ ֆեդերացիան անում է, նաև հիմա սիրողական բռնցքամարտը, ԱԻԲ-ն կամ ֆեդերացիաները վճարում են մարդկանց։ Գնում են Եվրոպայի առաջնություն, տղեկը փող են աշխատում, աշխարհ փող են աշխատում։ Ինչ-որ սիրողականների պրոֆեսիոնալ բոյեր են դնում։ Գորջան, դու խոսում ես այն մարդկանց մասին, ով առաջի համարն է, հա, առաջի էլիտան է, դա այն վիշկեն է։ Այս ժամանակ այդ էլիտան է փող չի աշխատի։ Այնվաղ բան չունեմ ասելու։ Լավ չի որ աշխատում։ Հա, բան չունեմ ասելու, հիմա այնվաղ չի եղել այդ խնդիրը, հիմա ավելացել է, ապեր քո որ դու Հայաստանի առաջնությունը կպել ես, հիշում ես քանի հոգի կային մոտավորապես, քանի հոգի կային քո քաշում։ Ոնց մարդիկ կային 5 բոյ էին անում։ Ես օրինակ անձամբ 5 բենամարտ եմ անցկացրել։ Ես անձամբ 5 ֆայթ չեմ արել, 5 հատ բոյ չեմ արել, բայց իմ քաշի մեջ մարդ եղել է, որ 5 հատ բոյ արել Հայաստանի առաջնությունը։ Այսինքն դա 30 հոգուց ավել քաշում մարդ է եղել, 30 հոգի բռնցքամարտից ավել։ Այդ եմ ասում։ Հիմա կարծեմ վերջերս բարեղամներ միանգամից պոլոֆինալ էր։ Այսինքն 3 հատ մենամարտ ունի, 4 հոգի մեջը, հա, քաշի։ Երկու պոլոֆինալ էլ, 4 հոգի է։ Հիմա խնդիրը ընդեից է, որ այդ փոքր հասակից պետք է մոտիվացիա առաջանա այդ մարդկանց մոտ, երեխեքի մոտ, որ շարունակեն, որտեվ ապեր մի հատ երկու հատ անհաջողությունից հետո պատրաստ են վերջացնեն կարիերան, բայց այդ գումար ծախսվելու դեպքում, ճիշտ պրոպագանդա անելու դեպքում ինձ թվում է դա կարան բարձրացնեն այդ փոքր տարիքայինների մեջ։ Օրինակ ինչի մի հատ սաղ օրը կինո են նկարում ապեր։ Ինչ սերիալ ասես հանում են։ Իմաստով թե անիմաստ, այդ նկարվում է, փողեր է ծախսվում, չէ՞։ Խի մի հատ հայ բոքսերի, հայտնի Վլադիմիր Ենգիբարյանի մասին մի հատ կինո չեն նկարում։ Օրինակ եմ ասում, այտենց 1000 հոգի մարդ կա մեր հայ ազգը Փառք Աստծո հարուստ է բոքսերներով հայտնի, ինչի չեն նկարում։ Ինչի չեն նկարում ներկայացնեն այդ մարդկանց այն փոքր ժամանակվանից կյանքը, իրանց դժվարությունները ինչի մեջով են անցել, որ ինչի են հասել, որ այդ երեխեքը իմանան, նախ կիմանան, կինֆորմացվեն։ Հետո էլ դա մոտիվացիա ինչ որ ձև կաշխատի։ Հիմա ինչ որ մենք խոսում ենք, ինչ որ հենց հիմա դու ասում ես, այս ամեն ինչն էլ է մոտիվացիա, այս ամեն ինչն էլ է պրոպագանդա, չէ՞ բոքսի։ Մենք է մեր ձևով ենք, ես սկզբանե էլ ասել եմ, մենք է մեր ձևով ենք անում այդ ամեն ինչը, ամեն մեկը թող իր բնակավարում ինչ որ ձևով ազգին պիտանի։ Շատ պետքա խոսացվի, դի ներկայացվի այն մարդկանց պետք է ամեն ներկայացվի, ովքեր որ թեկուզ այլ երկրներում են ապրում, հայ ազգի, հիմա այստեղ են կամ այստեղ չեն,
իրանք ինչ որ բաների են հասել, նույն ճանապարհն է միանշանակ, դժվար ու բարդ ճանապարհն է։ Ու Նաջան, ես կարծում եմ, որ այդ մարդկանց, ովքեր որ այստեղ են, կլինի հայ, դաժե կլինի ռուս, կլինի ուկրաինացի, կապ չունի այլ ազգի, մենք կարանք իրար հետ հրավիրենք իրանց, ինձ թվում է ավելի հետաքրքիր կլինի մարդկանց համար, նաև բացի մեզ դե բոլորը հիմնականում Հայաստանում ճանաչում են, կողքի ինչ որ օրինակ ռուս ինչ որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, որը այստեղ է, ինչ ճանապարհ անց է սիրողականում, ինչեր ունի, պրոֆեսիոնալում ու հիմա ոնց է ապրում այստեղ ու ինչերի է հասել այդ բռնցքամարտի շնորհիվ, որ մարդիկ հասկանան, որ մենակ հայը ես ու դու չենք, որ ինչ որ լավ ճակերտներով ինչ որ բան ենք հասել, կարող ենք հիմա ներկայացնենք մարդկանց ինչ որ բան բացատրենք կամ ասենք որ սենցա նենցա էլի դուք է արեք։ Թող բոլորը խոսան, բոլորն իմանան, որ սենց բան կա էս։ Չէ, շատ ճիշտ բան ես ասում, շատ երկու ձեռքով կողմ եմ նրան, որ ասենք հայ բոքսերներ կան, ես ու դու էլ ճանաչում ենք, ասենք այն օրը Նոելի մասին խոսում ենք, մարդկան ընդհանրապես ախպեր է, գաղափար չունի, ով աշխարհի չեմպիոնը հասկանում ես։ Ասենք այդ մարդուն կամ բանը Արտյոմին Դալակյան, ասենք չեն ճանաչում այդ մարդուն, Հայաստանում չեն ճանաչում, աշխարհի չեմպիոն մարդ է։ Ինչի համար, որովհետև չեն ներկայացնում մարդկանց, ովքեր են չեմպիոնները։ Էլի եկանք այն կետին հասանք, որ պրոպագանդան ապեր, հենց այդից է սկսում, ոնց որ շատ քիչ է, քիչ են խոսում բոքսերների մասին։ Այս վերջերս Ազատը Հովանեսյանը Ազատը ֆայթ ունեցավ, ոչ մի հատ լրատվական Հայաստանում չի խոսում դրա մասին, ինչի։ Ով պետք է ասի, ոնց պետք է 5 հոգի մատերի վրա հաշված բռնցքամարտիկ է մնացել հայ ազգի, որ հիմա ստեղ մենամարտում են ինչ որ բարձր մակարդակի շոուների մեջ ու իրանց մասին է եթե չի խոսացվում, այդ աբսուրդ է։ Եթե այտենց շարունակվի, ու հենց այդ է երևի պատճառներից մեկը, որ այսօր 100 հոգի մարդ չի մասնակցում Հայաստանի առաջնության ապեր։ Էդի պատճառներից մեկն է, բայց այլի ասում եմ, այդ դրան ես իմ պատկերացումով մենք մեր պատկերացումով դրան լուծումներ ոնց որ առաջարկեցինք ընթացքում եթե հետաքրքիր կլինի ավելի լավ բաներ կարանք բնականաբար պետքա փորձենք անել փոքր տարիքից պետք է ինչ որ միջոցառումներ կազմակերպվի փոքր տարիքային այդ երեխեքի համար մի քիչ պետք է բարելավի պայմանները երևի դա մի քիչ արդեն ոչ թե ֆեդերացիայի վրան է դա ավելի բարձր մակարդակի բան պետք է ես կոմիտե ենք մենք մի հատ հիշի 13-14 տարեկան մենակ ուզում էինք Հայաստանի չեմպիոն դառնայինք առաջինը որ թազա սպորտիվկա տային Հայաստան Արմենիա գրած հետևը թազա սպորտիվկա տային որ մի տարի ակնեինք անդադար այդ սպորտիվկեն հասկացար ու այդ սպորտիվկեն Միջև հիմա էլ կա դա։ Շենում ես ինչ որակյալ սպորտիվ քանի սերունդ է սպորտիվ կեկը չէ։ Արա լավ էլի այդ սպորտիվ կեկի անուն մի տուր պաժարնիկի սպորտիվ կեկը լրիվ կարմիր։ Մի տարի հագնում էինք, մինչև մյուս տարի Հայաստանի չեմպիոն դառնայինք թազենտային։ Նորից միշտ քեզի այդ ֆորմով էին ֆիքսում էլի։ Ես դուրս էի իջնում, որ 1000 հոգու մեջից ծաղիկ մի հատ։ Լսի, այդ ֆորմի հետ կապված մի հատ բան պատմեմ։ Ու անցնենք առաջ։ Ես էլ երդվում եմ միջև այդ Հայաստանի առաջնությունը տարիներ շարունակ սպասել եմ երբ եմ Հայաստանի չեմպիոն դառնալու, որ ինձ հավաքականի ֆորմա տան, որտեվ դու լավ ես հասկանում, դա այն վաղտ, որ հակնում էիր, всё, դու տարբերվար արդեն, ոնց որ հա։ Մի խոսքով այդ Հայաստանի առաջնությունը կրել եմ, անցելա սպասում եմ ֆորմեն տան, արա գնացել են կոմիտեից ֆորմեն ստացել ենք սունկով։ Վերցրե եկել եմ տուն, գիտեմ դե իմ պատկերացումով որ ամեն մի քաշ ոնց որ իր բաները պետք է ունենա հատուկ իր չափսերով դրված պետք է լինի սունկի մեջ, սենց սիրուն ծալած բան։ Արա բերել եմ տուն XL-ա։ Երթվում եմ XL ֆորմա են տվել, ես է 46-48 կիլո։ Լրիվ են որ մենակ շլվարով սենց կհակնեի։ Ինչ անեմ, տարա լսի։ Տարա կոմիտե, ասեցի փոխեք,
Կոմիտեն արդեն չգիտեմ ինչ էր արել, ասեց էլ ֆորմա չկա։ Ծաղել ենք արդեն։ Ասեց էլ ֆորմա չկա, արա գնացել եմ այդ կտորով։ Ես կլացեի։ Կլացեի։ Ես լացելով տարա էլի։ Տարել եմ արա բանը, մամայի հետ տարել եմ պարտնոյի մոտ ասել եմ, ոչմ, այս ֆորմից հա պետք։ 3 հատ կարակ առանձնացնենք։ Այդ մարդը լրիվ 0-ից կտրելա եսիմ ինչ արել, այդ նույն ֆորմեն փոքրացրելա, վրես սարքելա մի ձև եսիմ ինչ, որ կարողանամ դրանով եթամ Եվրոպայի առաջնություն։ Այտենց եմ ես այդ ֆորմեն առաջի ստացել։ Ստացել ես այդ ֆորմից կոնկրետ դու։ Ֆորմեն է ինձնից ստացել։ Կարայի 3 հատ տասա ֆորմա կարայի, այդ XL-ից անեի 3 հատ 3 տարվա ֆորմա ունենայի։ Ասեցի մի այդ պարտնոյին ասեցի էդի կդրի մի ոտով մի ոտով կարի, մի ոտը պայ մյուս տարի կգա։ Բոտասները հակովը տեր կոնե։ Արա ոչ մի բան հակովը չէ։ Բոտասներն ինչ էր։ Մենակ սունկեները հակովը։ Տվից դեր ցակին բոտասներն է։ Ուրիշ բոթաս է հակը։ Բոտասներս վեկալ կա։ Չէ, արա ուրիշ բոթաս հակա։ Չէի կարա մեծ ռազմեր էին տվել ու ընդ արդեն գնացի մի օր հետո ասեցին որ պրծելա, սա հավաքականներից ով եկելա, վերցրելա, էսը դաժե XS-ը կարծեմ փոքր է եղել, ոնց որ էլ չկա։ Ու տեն ստիփաս տարա։ Տխուր եկար տուն։ Հա, շատ տխուր հիասթափված։ Ես կյանքից արասի կյանքա որ ես ապրում եմ։ Կյանքիցս հիասթափված։ Սաղ կյանքս պարապել եմ որ ես ֆորմեն ինստան։ Հիմա կատակի ենք տալիս գոր, բայց հասկանում ես, ասենք իշքան տարբեր է մեր սերունդը։ Հոգեկանդ կխանգարվի այդ բանը։ Այսօրվա սերունդի հետ ու արի այսօրվա սերունդին բացատրի որ մենք սպարծիվքի վրա ուրախացել ենք, բերել են այդ այնքան ենք սիրել այդ հայկական ֆորմեն, գերբով այդ Արմենիա գրած ֆորմեն, որ տարե փոքրացրել ենք, որ էդի սաղ մի տարին էդի հակնենք։ Ինչ մի տարի արա 5 տարի հակնում էինք էդի։ Չորանում տենց մնում ատուն է։ Չէ, բայց ասա որ թազա ֆորմեն գալիս էր, վсё էդի տալիս էի կամ աղբորդ կամ հորդ։ Լուրջ մինչև հիմա 10 թվի, 9 թվի այդ չէ 9 թվին սուտ ասեցի, 10 թվինը ASICS հիշում ես, ASICS-ներ են սպիտակ։ Հա։ Մինչև հիմա կա։ ASICS բոթասներն եմ հիշում, անմահ։ Շատ որակով էր, շատ։ Բայց ես մենակ օլիմպիական այդ սպարտիվքես է երևի մնացածը չգիտեմ էլ ինչ է էլ ու շատ մարդու եմ նվեր տվել պրոստը։ Բայց հիմնականում պապան է իմ ընկսակ տարը էլի։ Այդ գիտես ինչն է որ օրինակի համար բան է Վիկը Դարչինյան գալիս էր Ծաղկաձոր զբորների ենք լինում, օրինակ, չգիտեմ, մի հատ հուդի էր հակից անում Արմանին, Դարչինյան տալիս էր նվեր, դե բարեկամ են իրար, տալիս էր կամ չգիտեմ, բանը, Պակյան օրինակ գալիս է ջիմ, օրինակ մի բան հանում է տալիս է այն մեկին, Կստացի իմը պապան է այտենց սաղ վերխերը սպարտիվքի, սաղ տարել է այտենց Արմենյաները սաղ, չերես իրա է գնում վերջում։ Բոլորիս մոտ նույնն է։ Պակյան աստի այսօր քեզ ասում եմ մի հատ բան եմ պատմելու, վատանաս։ Հələ։ Լսի։ Պարապուն կարեցի ջիմում։ Լավ պարապուն կարեցի, մտա կողքի դուռը, որ ջիմից հելա կողքի դուռը մտա ֆիզիկական անեմ, կարծում ես արմունկներից համար է վարություններ որ տային։ Ոնց որ արդեն սաղ վերջացին պարապունքը, ով եկան ընդե, արդեն իմ այդ կարծո են անում, ֆիզիկական են անում, ես էլ ընդե իմ համար անում եմ, որ գիտեմ էլ մարդ չկա։ Պրծա պարապունքս, գնացի, որ արդեն պիտի լողանամ, Ֆրեդին անստաց մենակ ջիմում, մեկ է մի հատ ուրիշ մարզիչ էր Շոտլանդիայից, եկել է մի հատ մարզիչ, իր աշակերտից, թե պատրաստում է բոյի, էլի, որ նորից հետ ընթալունդ է։ Խոսած իմասի մտնեմ արագ լողանամ, բան, ինչ արագ Մտել եմ որ մարդ չկա, ոնց հանգիստ կնստես քո համար, հեռախոսի մեջ Instagram եմ անում, պայտակ զանգ ակալ խոսում եմ մի 5 րոպե, ջեգիր, դուշը բացել եմ, բայց չեմ մտնում դուշը։ Նստած եմ իմ համար ջեգիր, հիմնա սաղդ է։ Վсё։ Հանգստանում էիր էլի։ Ընթացքում Ֆրեդին եկամ տուկ տվեց, բան։ Ասաց գոր դու ես, դե բան, ասի հա, օքեյ ասեց։ Ասի օքեյ։ Մարդ չկար դե։ Ոչ, մտա լողացա, դուրս եկա, որ կշռվել եմ, նորից եմ որ սնցում կես եմ հանգիստ դասավորում։ Ոչ, սա պրոցեդուրաներ արեցի, դուրը բացեցի, դուրս եկա ջոգեմ Պակյան։ Սունկեն։ Ուսին կայնացա դեմս դրան։ Սպասում էր։
Լուրջ արա։ Մոտոցիկլիկ նույն դեմքին ու մեռա, մի անգամից խնդացի ջոգիր, խնդացի մոտիկացա ասի, в общем, դու իմ մոտիվացիան ես ասում ես։ Մի հատ կոպեկ չես տվել։ Բրոնզկամարտից կարիերայի մեջ ասում դու իմ մոտիվացիան ես եղել ու մինչև հիմա։ Ասում եմ դու լեգենդար մարդ ես, в общем, էս կապ չունի, էս պատմություն էլի, ասի լուրջ չգիտեի որ դու դուրսն ես, բան Ֆրեդին եկել ասում մարդ կար էդ դուշում։ Չէ մենակ է։ Ասում եմ չէ իրանում մի ժամանակ ես ասպասում, ասի դե չգիտեի որ մարդ կա, բան։ Մի ազգ մարդ կլողանա։ Այնքան խոսացինք, խնդացինք, մի հատ չֆայմար ասի արի մի հատ նկարվենք։ Ջոգիր, որ ուժը որ ընկերացել էինք, խոսում բոցեր էինք անում, խոսում ենք։ Սկսելա գալ։ Հա, 2 ամիս ջիմում ալնում։ Ամեն բանը, ասենք որ fight ունի, բայց հաստատվել է Հուլիսի 19 ոնց որ 17 թե 19։ Օրը 47 տարեկան մարդ է, էլի։ Բայց տեսել ես ինչ արագ է։ Հա, պարապունքները նայում եմ, բայց դե մի պարապունքը ուրիշ է։ Հարց չկա, բայց ռեֆլեքսներ էլի։ Բանը, բոյը, fight-ը ուրիշ բան է, էլի, ասենք։ Ֆրեդի հետ խոսում եմ, ասում եմ ոնց ես կարծում, ինչ ալնելու բոյը բան։ Ասում եմ ծեծելու է։ Ու նենց գիտես ինչ վստահ։ Ասում եմ 100%, ասում եմ շատ արագ է։ Շատ լավ է իր ազգում։ Ասում եմ հարց չկա, ես իրան։ Չնայած բանը տարիքի հետ կասկածներ առաջանում, բայց Ֆրեյզերը կարծեմ 50 տարեկան էր, որ Ֆրեյզերը չէ, բանը որ մահացավ էս վերջում։ Ջո Ֆրեյզեր։ Ֆորման։ Ջո Ֆորմանը։ Ֆորմանը։ 50 տարեկան։ Հա, 50 տարեկանում իրանից է կարծեմ 20 քանի տարի փոքր էր։ Աշխարհի չեմպիոն է։ Կրեց նոկաուտով կրեց։ Բայց դե ծանր քաշի մոտ մի քիչ էտի այլ է, էլի, մի քիչ ուրիշ։ Դա իհարկե մի հատ հարված է սա։ Հա, բայց Պակյային էլի լեգենդ։ Լեգենդ ապեր։ Լայք որ այդ տարիքում ելնում է ու fight։ Եթե կրեց ինքը էս բոյը, ապա չգիտեմ, տենց մարդ չի ծնվե, երևի ես մի դարում։ Ինչ մարդ է ինքը, չի կարա էլի նորմալ մարդ։ Իսկականից ապեր շատ չես է կարա ասես էլի որ ինքը փողի համար է բան որովհետև այտենց խնդիր էլ չունի այտենց մարդ էլ չի։ Ուզում է իրան բաներ ապացուցի էլի ոնց որ սենց պայտակ մի քիչ հետա մնացել այդ պիկից սենց այդ ուշադրությունից մեծ այն որ սենց ինչ որ բան պակասում է իր կյանքում բայց հաստատ փողը չի էլի որ փողի համար ավելի շատ այդ պակասն է այդ ուշադրության մի քիչ այն որ ինքը ասենք միշտ եմ որ Չէ ուզում եմ ասեմ հիմա շատերը կասեն արա դե փողը աշխատում չէ հայավարի կամ խոսքի հայել չլնի, ասենք օտար ազգ ելնի, կասի փողի համար, բայց եթե ոնց որ կարծիքն է, Մենի Պակյաուն Ֆլոյդ չի, էլի, որ փողի համար ասենք ինչ-որ բաներ անի, որտեղ Ֆլոյդը բիզնեսմեն է։ Ապա գիտես ինչ ուրախ է գալիս զալը, որ պարապունքի է մտնում, զալա մտնում։ Տեսա տղու հետ էլ հա, այն որ Արս զգում ես որ ինքը հաճույք է ստանում այդ պարապունքից ջոգիր։ Ասենք ոնց ես եմ որ այս վերջի օրերը որ հիմա մի ամիս է մնացել բոյս որ արդեն է սպարինգների օրեն որ զզվում ես արդեն ցավեր են որ հոգնած այ տենց վիճակ է ասում եմ ջիմ մեր մտե դե նոր է պրինցիպի կարոտած է հələ շուտվանից չի արել բայց այն որ աշկերից սենց այն որ կայծեր է որ սենց դռնում աջոգիր այ տենց մտե կրակը մեջ է տեսա Ֆրեդի հետև լապա էր անում ասում ես էլի այն սկզբից հարց տվեցիր չէ ասում ես ինչ էինք մտածում այդ փոքր տարիքում բան Արա ես օրինակ Պակյաուին նայում եմ իր ֆայթերը ու տենց է մտածում է չէ իրան նայելով տենց է իր պատկերացնում ու իրան իրա տեղում է ինձ պատկերացնում էդի երազանքեր էդի մոտիվացիա էր էլի այդ ոնց որ կրկնվում եմ բայց ասում եմ ապեր այդ փոքր տարիքի այդ երեխեքի մեջ ինձ թվում է այդ մոտիվացիան է պակաս այդ երազանքի բանն է պակաս ապեր այդ որ խոսքի ինչ որ մի հատ ասենք լավ բան է էլի ինչ որ sense ձգտումը այդ ոնց որ կարող է սխալ եմ մտածում չգիտեմ բայց ճիշտ ես ասում ամեն մարդ մի ձև կարա բայց փաստը փաստ է գոր որ քչացել է sense եթե sense տոտալ տարբերություն է տալիս 30-40% իջել է մասնակիցների քանակը Հայաստանում դու հասկանում ես 100 հոգի այդ է մասնակցում Հայաստանի առաջնությանը կոնկուրենցիան դե չկա Դա ոնց կարա եթե քաշում գոնե 4 հոգի լիդեր չկա
Դա կոնկուրենցիան շատ ցածր է արդեն։ Դաժե չեմպիոնի համար շատ վատ է դա, եթե ինքը չեմպիոն է դառնում, շատ հեշտ ու աճի տեղը քիչ է, ինչքան է տուրնիրներ գնան, հավաքականի մարզիչի համար, արդեն ֆեդերացիայի համար, կոմիտեի համար, բոլորի համար է վատ դա արդեն։ Ոչ թե մենակ չեմպիոնի համար։ Եթե մրցակցությունը քիչ է, բնականաբար արդեն քաշը ուժեղ չի կարա լինի։ Հա կարող է ինչ-որ անհատապես բնածին ինչ-որ ուժեղ տղա լինի, հա, մի հատ երկու հատ բոյով Հայաստան չեմպիոնը լինի, իրա ներսի այդ ուժի հաշվին, դա ասենք Եվրոպա աշխարհել գործ անի։ Կամ տուրնիրներով աճի ինչ-որ բաներ անի, բայց այդ Հայաստանում մնացած բա սպորտսմենները։ Չէ, ես ասում եմ նենց բան ապեր, որ հետագայում բարձրացնելու նպատակով եմ ասում, այդ քանակությունը բարձրացնելու նպատակով եմ ասում, որ սրա մասին պետքա մտածել է, սրա դեմը պետք է առնել, այսինքն հակառակ պետք է ինենց արվի, որ շատանա այդ քանակությունը մեծանա, որ կոնկուրենցիան շատանա, ուժեղանա, այդ քաշերը ուժեղանան։ Էդ է, այսի խնդիրներից երևի այսօրվա խնդիրներից ամենայն որ որտեվ չէի տեսե այդ քանակը, այդ թիվը այդ չէի տեսե ու հիշեցի մեր ասեցի էլ մերոնց ասեցի մի հատ այդ սաստավ բառը այն ժամանակների մի հատ էլ կարակ նկարեք ու արա նայեցի սենց գծած էլի դե այդ Հայաստանի առաջնությունները տպում տալիս էին, չէ, հիմա չգիտեմ ոնց է, ասենք նայում եմ ապեր տոտալ տարբերություն է տալիս, էս լուրջ պրոբլեմ է, այդ եմ ասում էլի, պետք է ինչ-որ շատ խոսացվի ապեր, ուղղակի պետք է շատ խոսացվի։ Ինչ ասեմ, չէ, գիտես ինչ այդ պրոբլեմը հասկացանք, լուծելի է, ինձ թվում է, որ բոլորով աշխատենք, բոլորս ամեն մեկս ինչ որ մի բան ներդնենք դրա լուծման մեջ, հաստատ կլուծվի ու մարդկանց կարծիքը կփոխվի, էլի։ Հուսանք ինչ որ մի բան կստացվի։ Հուսանք, որ մենք էլ մեր ձևով կազդենք այս ամեն ինչի վրա, ինչ որ ձևով ինչ որ եթե չգիտեմ ամեն հաղորդումից sense մեջս բան ալում որ ինչ որ մի նոր բան տվեցին կամ ինչ որ մեկին օգուտ տվեցին կամ ինչ որ մեկը լսեց բան պատկերացրեց կամ իր մոտ ինչ որ մի բան փոխվավ եթե իմանամ օրինակ տենց մի բան է շատ մեծ հաճույք է փոխվում ենք մենք համ խոսում ենք համ խնդիրներից ենք խոսում համ ինչ որ խնդիրներին լուծում ենք առաջարկում համ ինֆորմացիա ենք հասցնում որ էսի սենց կարա բնականաբար էլի չգիտեմ բացասական են ասելու մարդկա բողոքելու է բայց այն կորիզը որ օգուտ է ստանալու հուսով եմ հասկանալու է օգուտ է ստանալու էլի այսօր այսքանը կարծում եմ չէ ավելացնելու բան ունես չէ վերջում են որ ոնց ես ասում սեղ մեկ զանգակը բանը սա գիտեք շուտով կհանդիպենք բայ